Ողջունում եմ ձեզ, սիրելի հետևորդներ։ Այսօր մեր հերթական հաղորդման օրն է։ Դե գիտեք չէ, հաղորդումները հիմնականում հեռարձակվում են 5-շաբթի օրերին 21:00։ Արդեն 5 տարի է միասին մի հարթակում ենք։ Սիրելի հետևորդներ, խոսելու եմ կարևոր փոփոխության մասին։ Ինչու փոփոխություն, որտեղ Ուրանը փոփոխությունների մոլորակն է։ Այն 2026 թվականի ապրիլի 26-ից անցնելու է վերջնականապես երկօրյակի կենդանակերպ։ Նա մոտավոր 7 տարի գտնվում էր ցուլի կենդանակերպում, 2018-ին հիշում եք, հենց մտավ ցուլի կենդանակերպ, տեղի ունեցավ նաև հեղափոխությունը Հայաստանում, կարգեր փոխվեցին, նաև Ուրանը ցուլի կենդանակերպում փոխեց, քանդեց, այսպես քարուքանդ արեց ողջ ֆինանսական համակարգը, տեսնում ենք, թե ինչ վիճակում է գտնվում համաշխարհային տնտեսությունը, ցուլը նաև տնտեսությունն է, միանգամից այդ արտարժույթի անկումը այս տարիներին տեղի ունեցավ։ Միգուցե ինձ հարցնում են, արդյոք արտարժույթը հնարավոր է թանկանա եւ ռուսական, եւ եվրո, եւ ամերիկյան դոլար, այո, կարող է փոփոխություններ լինեն ապրիլի 26-ի մոտակայքում։ Ուրանը երկօրյակի կենդանակերպում է լինելու 2026-ից մինչև 2032 թվական, հետո այդ ժամանակ կանցնի Խեցգետին, հետո նորից 2032 թվականի դեկտեմբերի 12-ը կգա նորից երկօրյակ ու կանցնի Խեցգետին 2033 թվականի մայիսի 22-ը։ Հետագայում կխոսենք նաև այդ թեմաների մասին, բայց փորձեմ ձեզ տալ փոքր կարճ կանխատեսումներ, որպեսզի հասկանաք Ուրանը ինչ է բերելու ձեր կյանք, եւ չենք մոռանում, որ 25 թվականից արդեն մոլորակները վերջնականապես տեղափոխվել են նոր կենդանակերպեր, ինչը նաև Նեպտունը 26 թվականի հունվարի 26-ին վերջնականապես անցավ Խոյ, Սատուրնը 26 թվականի փետրվարի 14-ի մոտակայքում անցավ վերջնականապես կրկին Խոյ, Սատուրնը 30 տարի մեկ է այդ շրջապտույտը կատարում, գալիս նույն դիրքին։ Ինչպես գիտեք, Պլուտոնը 2024 թվականի նոյեմբերի մոտակայքում 19-ի մոտակայքում էր, անցավ արդեն իսկ ջրհոսի կենդանակերպ եւ իրականում այսպիսի բիսեքստիլ դիրքավորում է ձևավորվել, այստեղ գագաթում Նեպտունը, Սատուրնը, մի կողմում Ուրանը երկօրյակում, մյուս կողմում Պլուտոնը ջրհոսում։ Մեծ հնարավորությունների ժամանակահատված է։ Ես 25-26 թվականի կանխատեսումներում խոսել եմ, մեկնաբանություններ բաժնում կդնեմ նաև այդ վիդեոները կնայեք եւ օգուտներ կքաղեք իմ տրված ինֆորմացիայից։ Նաև սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, աշխարհի տարբեր մասերում ապրող, շնորհակալ եմ ձեզ, որ դիտում եք հաղորդումները, որ գրում եք մեկնաբանություններ, միշտ ինձ ասում են, որ շատ դրական մեկնաբանություններ են գրում ձեր հասցեին գանե։ Ես էլ ասում եմ, որ ինչ հնձում ես, այն էլ ցանում ես։ Այո, մենք ստեղծել ենք մի հարթակ, որտեղ խաղաղություն է, ճիշտ է, մեծ լսարանում լինում է այնպես, որ բաց թողումներ են լինում, բայց նմանին է ձգում, սիրելիներս։ Նաև ուրախ կլինեմ, որ կիսվեք հաղորդումներով, նաև բաժանորդագրվեք, ովքեր բաժանորդագրված չեն, ձեր կարծիքները գրեք։ Ես միշտ ասում եմ, որ ձեր դրական եւ առողջ քննադատությունները, դրական մեկնաբանություններ, ճիշտ ասած առողջ քննադատություններ միշտ ինձ մեկ քայլ առաջ գնալու հնարավորություն են տալիս։ Դե ինձ սկսենք ըստ կենդանակերպերի։ Այսպես զույգերով ասեմ, ինձ համար հեշտ է, ես բանավոր եմ այդ ամենը անելու, փորձեմ ներկայացնել ձեզ Ուրանի դիրքը երկօրյակի կենդանակերպում ըստ կենդանակերպերի այդ կյանքի ոլորտների։ Ուրանը երկօրյակի կենդանակերպ մուտք գործեց ապրիլի 26-ին, միանգամից փոփոխություններ է լինելու երկօրյակների եւ աղեղնավորների համար։ Երկօրյակների առաջին տուն, աղեղնավորների 7-րդ տուն։ Անսպասելի փոփոխություն է սիրելի երկօրյակներ, նրանք, ովքեր համացանցում են աշխատում, ինտելեկտուալ աշխատանքով են զբաղվում, նրանք, ովքեր նույնիսկ աշխատում են փոխադրամիջոցների հետ, պետք է նորացնեք ձեր գիտելիքները, տեղեկատվությունը, պետք է դասընթացների գրանցվեք, արտաքին տեսքի շտկումներ կարող են լինել սիրելի երկօրյակներ ձեզ մոտ, որովհետև Ուրանը փոփոխություններ է տալիս, Ուրան տալիս է նորագույն տեխնոլոգիաների միջոցով, ամբողջական այդ ձեր դեպքի հատվածում կարող է փոփոխություններ լինել,
անճանաչելի եք դառնալու սիրելի հետևորդներ, սիրելի երկորյակներ, ուշադիր եղեք անզգուշության պատճառով չհայտնվեք խնդիրների առաջ, որովհետև Ուրանը այնինչ փոխեց հնարավոր է անդառնալի լինի, հա, բայց դրական փոփոխությունները ձեզ հնարավորություն կտան, որպեսզի փոխեք ձեր կյանքը դրական միտումներով, նորարարական մեթոդները թող մուտք գործեն ձեր կյանք, կրթվեք, ինչպես ասում են Ուրանի դեպքում կրթվելը նորաձև է, այո, այդ նշանաբանով էլ մեր երկրում հենց երկորյակի կենդանակերպի ազդեցության տակ ծնված այդ ղեկավարը նա հենց այդ նշանաբանով էլ շարժվում է։ Անցնենք աղեղնավորներին, աղեղնավորների 7-րդ տունն է։ Սիրելի աղեղնավորներ, ձեր դեպքում հնարավոր է, որ դուք ձեր անձնականը դասավորեք, բայց դա կարող է լինել չգրանցված ամուսնություն, որտեղ Ուրանը ազատ հարաբերություններ է սիրում։ Երկորյակը դա ձեր նախկին դասընկերը կարող է լինել, որին 42 տարի կամ 21 տարի առաջ մերժել եք։ Նաև ձեր շրջապատում, ձեր այդպես գործընկերային, զուգընկերային հարաբերությունները միանգամից կարող են փոխվել, նորացվել, նրանք ովքեր կրկին ասում եմ ինտելեկտուալ դաշտում են, դրանք ծրագրավորողներն են, համացանցում ակտիվություն ցուցաբերող մարդիկ, նրանց կյանքը միանգամից կփոխվի եւ շատ հավանական է, որ հենց դուք դառնաք հանրային մարդ, ձեր կողակիցը, ձեր զուգընկերը մեծ ճանաչում կունենա եւ նաեւ ձեր կքաշի այդ հարթակներ հեռուստատեսություն, ռադիո եւ նմանատիպ դաշտեր։ Շատ հավանական է, որ աստղաբանություն սովորեք եւ ձեր շրջապատը ընդլայնվի այդ ոչ սովորական գիտելիքներով զբաղվող մարդկանցով, դրանք են աստղաբաներ եւ մնացած այլ մասնագետներ, որոնք ոչ սովորական մասնագիտություններ ունեն։ Անցնենք առաջ, փորձում եմ բանավոր կազմակերպել այսօրվա հաղորդումը, ասեմ ձեզ սիրելի հետևորդներ, պատրաստ չեմ, բայց Ուրանը պետք է որ ինձ տա կրեատիվություն եւ ես կփորձեմ ձեզ համար ոչ սովորական կանխատեսումներ կատարել։ Սիրելի ցուլեր եւ սիրելի կարիճներ, անսպասելի եկամուտներ կարող եք ունենալ, բանավոր էի փորձում ասել, որոշակի բաց թվումներ կան, բայց միևնույն է, եթե մանավանդ ցուլը եւ տվյալ դեպքում ես տիրապետում եմ այդ գիտելիքներին, կփորձեմ շատ արագ այնպիսի լեզվով բացատրել, որպեսզի դուք կարողանաք հեշտ ընկալել աստղաբանությունը։ Նրանք, ովքեր զբաղվում են ինտելեկտուալ աշխատանքով, սիրելի ցուլեր, ձեր ռեսուրսների, ֆինանսների տանն է, հնարավոր են գումարներ վաստակեք եւ անսպասելի մեծ փոփոխություններ կլինեն ձեր ֆինանսների դաշտում, մանավանդ եթե դուք զբաղվում եք տեղեկատվության, ինֆորմացիայի այդ ոլորտներում, այսինքն աստղաբանությամբ ենք զբաղվում, նոր շրջապատ, նոր ֆինանսական հոսքեր, որոնք կարող են գալ ինտելեկտուալ աշխատանքով այդ զբաղվելու արդյունքում, քույր եղբայր ձեր, նրանց պետք է հնարավոր է օգնեք ֆինանսապես, հնարավոր է նաև նրանք օգնեն ձեզ ֆինանսապես կայանալու։ Եթե ցանկանում եք, կարող եք գնել ձեր սրտի փոխադրամիջոցի երկորյակը, դա փոխադրամիջոցն է, հեռախոսն է, այս բոլոր տեխնիկա եւ կենցաղային տեխնիկա եւ նաեւ այն միջոցներն են, որոնց միջոցով մենք կարողանում ենք կապ հաստատել մեկս մյուսի հետ։ Նոր մեթոդներ, նորացված մեթոդներ, նոր ճանապարհներ, ուղղություններ, որոնք հնարավորություն կտան ուղղակի բարելավելու ձեր ֆինանսական վիճակը։ Սիրելի կարիճներ, ձեր 8-րդ տանն է լինելու, 8-րդ տունը ձեր դժվարություններ մի փոքր կարող են լինել, դա ճգնաժամային իրավիճակների տունն է, եթե ներդրումներ պետք է կատարեք, սիրելի կարիճներ, նաև առողջները ձեզ է վերաբերում, երբեմն նաև ջերհոսներին։ Ինձ զանգում են, ասում են, որ գիտեք, ես ներդրում եմ կատարել, բարենպաստ էր, բայց գումարները կորցրել են, բայց դուք ուսումնասիրել եք այն շուկան, որտեղ ներդրումներ եք կատարել, դուք ուսումնասիրել եք այն մարդկանց կենսագրությունը, գործունեությունը, որտեղ ներդրումներ եք կատարել։ Զգույշ եղեք, սիրելի կարիճներ, որպեսզի գումարներ չկորցնեք, որպեսզի դուք կարողանաք ճիշտ վարվել գումարի հետ, գումարը ծախսելու, գումարը օգտագործել տնօրինելու ճիշտ վարվեցողություն պետք է սովորեք, նաև առողջներ եւ ջրհոսը եւ նաև բոլորս է վերաբերում։ Սիրելի կարիճներ, անսպասելի ձեր եղբայրը կամ ֆինանսական խնդիրներ կբերի ձեզ, կամ ձեր եղբոր, քույր, եղբայր, ձեր մտերիմ մարդկանց, դասընկերների միջոցով միանգամից մեծ ֆինանսական այդպես շահույթ կարող եք ունենալ, ներդրումներ կարող են անել եւ ի վերջո կստանաք ձեր այդ կտակի կամ ժառանգության հետ կապված այդ ստորագրությունը, այն կարող է լինել
էլեկտրոնային ստորագրություն արտերկրից այդ ամենը կարող է ուղարկվել եւ դուք կստանաք ձեր բաժին ժառանգությունը անսպասելի, քանի որ Ուրանը անսպասելիության մոլորակն է եւ պետք է ուղղակի կրթվել, իմանալ համացանցային այդ բոլոր գաղտնիքները, ինչևէ 8-րդ տունը դա գաղտնիքն է, երկվորյակը դա լրատվություն, տեղեկատվություն, իսկ Ուրանը համացանց նորագույն տեխնոլոգիան է եւ դուք կարողանաք արդեն տնօրինել ձեր իսկ ռեսուրսները, նաեւ ձեր շրջապատի հանրային ռեսուրսները։ Սիրելի, անցնենք խոյերին, խոյերի 3-րդ տանը եւ այնտեղ արդեն իսկ անցանք կշեռների 9-րդ տանը։ Սիրելի խոյեր, 3-րդ տունը այդտեղ տեսեք եւ երկվորյակն է եւ 3-րդ տանն է, հստակ կախում կարող եք ունենալ ձեր մտերիմ մարդկանց տրամադրություններից, նրանց հետ շփումները անսպասելի կարող են բարելավել, ձեր քույր, եղբայր, ձեր մտերիմները, ձեր հարևանները կարող են մեծ օգնություն ցուցաբերել ձեզ այդ ներսում երկրի ներսում այդպես փոխադրամիջոցների, շփումների, կապերի համար այդ անսպասելի փոփոխությունները հենց այդ դաշտում կարող են լինել։ Եթե ուզում եք ձեռք բերել փոխադրամիջոց, կապի միջոց, ապա ձեր քույր, եղբայր, ձեր մտերիմ մարդիկ կարող են օգնել, որպեսզի դուք այդ ամենը ունենաք։ Պետք է ուղղակի բաց լինեք, սիրելի խոյեր։ Գիտեմ, որ խոյերերը բաց են նորարարությունների առաջ, բայց հետևողական պետք է լինեք, բազմակողմանի կրթություն ստանաք, այդ ամբողջ տեղեկատվական հարթակի նորարարությունները պետք է կլանեք եւ ի վերջո ապրիլի վերջից կարող եք դուք ձեր կյանքը ապահովել, դրական լուծումներ տալ ձեր բոլոր խնդիրներին։ Ուղղակի պետք է փոքրինչ ուշադիր լինել, չշտապել, քանի որ Սատուրնն է լինելու 2 տարի ձեր խոյի կենդանակերպում, ձեր հենց դաշտում եւ նաեւ Նեպտունը ձեր վառ երևակայությունը ուղղակի երևակայության այդ արկայությունները հնարավոր է, որ ստանան իրենց դրական լուծումները։ Սիրելի քշերներ, ձեր 9-րդ տանն է։ 9-րդ տունը արտերկին է, բարձրագույն կրթության հետ կապված հարցերն են, անսպասելի կարող եք բուհ ընդունվել, անսպասելի կարող եք տեղափոխություն կատարել, մի բուհից գնալ մեկ այլ բուհ, տեղափոխել գործերը, եթե բուհական այդ գերատեսչություններում եք բարձրագույն կրթություն, դրանք նաև արտաքին գործերի, արտաքին կապերի հետ բոլոր գերատեսչություններն են, այդտեղ կունենաք հաջողություն, անսպասելի նորություններ կլինեն, կրթվելու հարց կարող է լինել, հնարավոր է տեղափոխվեք արտերկից սովորելու կամ on-line համացանցի միջոցով պետք է ձեր գիտելիքները հարստացնեք, որպեսզի կարողանաք դիմակայեք եւ կարողանաք ապահովել ձեզ համար ապագայում, քանի որ Ուրանը 9-րդ տունն է լինել, ձեր առաջընթացը անսպասելի կարող է 7 տարով տեղափոխվեք արտերկիր։ Իսկ խոյերի դեպքում նրանք անսպասելի կարող են 7 տարով գալ հայրենիք, տեղական շրջանակներում իրենց գործունեությունը ծավալել, կշեռքները արտերկրում։ Գնացինք առաջ։ Եթե մենք դիտարկում ենք ձկների եւ կույսերի, ձկների դեպքում 10-րդ տուն, կույսերի դեպքում 4-րդ տուն։ Սիրելի ձկներ, ձեր մայրական մայրիկի հետ հարաբերությունները կարող են մի քիչ այսպես խառնվել, քանի որ Ուրանը սիրում է քաոս, երկորյակը սիրում է խոսակցություն, այո, այդ խոսակցություններին, այդ այսպես կիսախառն իրավիճակներ կարող են խառնել նաև ձեր քույր, եղբայր, հարևանները, հնարավոր է սահմանները բացեք, որովհետև Ուրանը ազատություն է սիրում, սահմանները բացեք, կարող եք միավորվել ձեր մայրիկի հետ, կարող է ձեր մայրիկը տրամադրել այն օգնությունը, որ դուք սպասում եք, անսպասելի կարող եք ձեռք բերել բնակարան, որը հնարավոր է լինի նորակառույց շենքում, ենթակառուցվածքները բավականին այդ շատ մոտ կարող են լինել, բարձրահարկ շենքերում հնարավոր է լինի, կարող եք վերանորոգել ձեր տունը ավանգարդ ոճով, այդ սմարթ բոլոր տեսակի այդ կենցաղային եւ այդ բոլոր էլեկտրական սարքավորումները լինեն նորագույն այդ տեխնոլոգիաներով հագեցած, տունն էլ այդպեսին կարող է լինել, կարող է սիրելի ձկներ նստեք տանը եւ աշխատանք կատարեք տանը համացանցի միջոցով, կարող եք դասավանդել, նաև երկորյակը դա լեզուներն են, այն լեզուները, որոնք մոտիկ են հարակից հարևան երկրներում, կարող եք շատ կարճ ճանապարհորդություններ ունենաք, տեղափոխվեք հենց հայրենիքում բնակության վայրը փոխեք, բայց հայրենիքում լինի, ինչևէ ձեր քույր, եղբայր, ձեր հարևանները, նրանք կարող են մեծ ազդեցություն ունենալ ձեր վրա, ձեր մտավոր կարողությունների վրա, պետք է փոխվեք, սիրելի ձկներ, պետք է արդեն առաջ գնաք, Սատուրնը վերջ անցել է խոյի կենդանակերպ, անցել է
ձեր երկրորդ տուն ֆինանսների տուն զգուշավորություն ցուցաբերեք ձեր ֆինանսների հարցում, նաև եղեք տեղեկացված եւ փոխեք ձեր աշխարհայացքը, պետք է փոխվեք, որպեսզի փոխվի նաև ձեր կյանքը։ Ինչ նաև կույսերին է վերաբերում, սիրելի կույսեր, ձեր 10-րդ տանն է, 10-րդ տունը դա մարդու սոցիալական դիրքն է, վարկանիշն է, հոր հետ փոխհարաբերություններ են, հայրիկի հասարակական դիրքի փոփոխությունը միանշանակ ազդելու է ձեր աշխարհայացքի, ձեր նաև ձեր ինտելեկտուալ կարողությունների վրա։ Եթե պաշտոնի բարձրացում եք ցանկանում կամ եթե ուզում եք որպեսզի ունենաք կայուն սոցիալական դիրք, դա հնարավոր է միայն կրթվելու, գիտելիքներ ձեռք բերելու, որտեղ երկորյակն է լինելու ձեր 10-րդ տունը, նաև նորագույն տեխնոլոգիաներով զինվելու ձեր գիտելիքները նաև այդ դաշտերում հասցնելու համար։ Ձեր քույր, եղբայր, ձեր հարևանները շատ մեծ ազդեցություն կունենան ձեր հասարակական դիրքի վրա։ Նաև կարող է ձեր անձնական կյանքը դասավորեք, սիրելի կույսեր, եւ այդ ամենը հնարավոր է հանրայնացվի։ Ազատ հարաբերություններ կարող եք սկսել, չգրանցված ամուսնություն, կույսերի համար ինչը շատ խորթ է, բայց միևնույն է, այդ ամենը կարող է տեղի ունենալ։ Ձկների դեպքում էլ այո, հնարավոր է, սիրելի ձկներ, ինչ որ մեկի հետ ձեր կյանքը կապեք, ձկները եւ նաեւ աղեղնավորները, կրկին չգրանցված լինի ազատ հարաբերություններ, որոնք ուղղակի նաև ինտելեկտուալ շփումների վրա են հիմնված, հետագայում արդեն երբ որ Ուրանը կգա խեցգետին, արդեն այն ժամանակ կգրանցեք ձեր ամուսնությունը։ Անցնենք կույսերից հետո առյուծ եւ ջրհոս։ Առյուծների 5-րդ տանն է, ջրհոսների 11-րդ տուն։ Սիրելի առյուծներ, ձեր 11-րդ տանն է լինելու Ուրանը, սիրելի ջրհոսներ, ձեր 5-րդ տանը։ 11-րդ տունը ձեր գաղափարակիցներ են, սիրելի առյուծներ։ Այդ փոփոխությունները լինելու են ձեր կյանքում, ձեր քույր, եղբայր, նրանց միջոցով։ Ձեր դասընկերները կարող են ներգրավել ձեր նախընտրական այդ բոլոր ինտրիգներին։ Ձեր գաղափարակիցների հետ պետք է կարողանաք շփումները ապահովել։ Նոր ծրագրերի մեկնարկ, որոնք նաև այն ծրագրերը, որոնք կապված են ինտելեկտուալ աշխատանքի հետ, որոնք կապված են համացանցի հետ։ Եթե ցանկանում եք գնել փոխադրամիջոց, ապա այդ ամենը կարող եք կատարել։ Ուրանը մտնում է երկվորյակ, սիրելի հետևորդներ, բոլոր կենդանակերպերն կարող են փոխել իրենց կյանքը, բայց 11-րդ տունը ձեր պլաններն է, սիրելի առյուծներ, եթե ուզում եք ձեր կյանքը փոխել, նպատակ ունեք, որ մոտակա 7 տարին ձեր կյանքը պետք է դրական այդ հունով գնա, ապա պետք է զարգացնեք ձեր մտավոր կարողությունները, պետք է հաճախեք տրեյնինգների, համացանցում լինեք ակտիվ, նորագույն տեխնոլոգիաները, այստեղ նաև արհեստական բանականության գործածությունը ձեր իսկ այդ ինտելեկտուալ դաշտում կբերի մեծամեծ հաջողություններ, նաև երեխաներ կարող եք ունենալ, սիրելի առյուծների եւ սիրելի ջրհոսներ, առյուծների դեպքում դա կարող է լինել արհեստական ճանապարհով, որովհետև Ուրանն է այստեղ երկորյակը, նրանք կարող է լինել միաձվային երկորյակներ, եռյակներ, որովհետև Ուրանը երկորյակի կենդանակերպում է։ Սիրելի ջրհոսներ, ձեզ կարող է լինել եւ արհեստական եւ բնական ճանապարհ, ինչու՞։ Որտեղ 5-րդ տունը դա հենց երեխաներն են, բնական ճանապարհն է, բայց քանի որ Ուրանն է այստեղ գտնվում, այն կարող է տալ հնարավորություն, եթե չստացվի բնական ճանապարհով, ապա արտամամնային բեղմնավորում կամ այլ միջոցներով կարող եք ունենալ երեխաներ, մանավանդ այն ծնողները, որոնք 44-օրյա պատերազմում կորցրել են իրենց բալիկներին, մտածեք, սիրելի առյուծներ, ջրհոսներ, նաև այդտեղ կարող են լինել երկորյակներ եւ բոլորի համար, քանի որ Յուպիտերը դեռևս մինչև 2026 թվականի հունիսի 30-ը գտնվելու է Խեցգետնում, հետո 1 տարով անցնելու է առյուծի կենդանակերպ, ապա դուք կունենաք երեխաներ, այդ երեխաները կլինեն առաջնորդներ, ազգի սիրելիները եւ նրանք կլինեն լիդերներ։ Դե ինձ սիրելի ջրհոսներ, ոչ սովորական սիրային պատմությունները ձեզ այսպես միանգամից անակնկալի կարող են բերել եւ կարող են լինել չսպասված երեխաներ, նրանք ովքեր աշխատում են թատրոնում, կինոյում, ապա կունենան հաջողություններ, իրենց սպասված դերերը, բայց իրենք պետք է որոշեն փոխվել։ Նրանք, ովքեր համացանցային գործունեություն են ծավալում, ինտելեկտուալ աշխատանքով են զբաղվում, ապա կստեղծեք ձեր ծրագիրը, որին երեխայի նման կփայփայեք եւ կհասնեք հաջողությունների մոտակա 7-8 տարում։ Սիրելի խեցգետիններ, ձեր 12-րդ տանն է լինելու եւ սիրելի
այցեղջյուրներ ձեր 6-րդ տանը։ Սիրելի խեցգետիններ, գաղտնիքները պահեք։ Նրանք, ովքեր գտնվում են մեկուսացման վայրերում, չչարաշահեք համացանցի հետ ձեր այդ բոլոր գործողությունները։ Կարող եք խնդիրների առաջ կանգնել։ Նրանք, ովքեր գտնվում են փակ վայրերում, ինտելեկտուալ կարողությունների զարգացումը կտա նրանց հաջողություններ, կհասնեն հաջողությունների, եթե զբաղվեն նորագույն տեխնոլոգիաներով։ Դրանք կարող են լինել ԱԹՍ-ների, այդ ԱԹՍ-ների ինչ է, այդ կոնստրուկցիայի կազմումը։ Վերջերս երկվորյակներից մեկին, ճիշտ է ասում խեցգետին չէ, բայց ծանոթ երկվորյակ ունեմ, որը ձեռք է բերում բնակարան, այդ տնակ, որը նորագույն տեխնոլոգիաների միջոցով է այդ ամենը կառուցված։ Սիրելի խեցգետներ, դուք էլ կարող եք անել առանձին մի վայրում ստեղծել ձեր օջախը, որը նորագույն տեխնոլոգիաներով կարող է հագեցած լինել, հնարավոր է այնպիսի մի աշխատանքի գնաք, որը այսպես փակ տեղ է, բոլորի աչքերից հեռու, եւ ձեր ինտելեկտուալ հաջողությունները դեռևս մի հանրայնացեք։ Մոտակա 7 տարում, սիրելի խեցգետիններ, կարող եք հասնել հաջողությունների, այդ հաջողությունները իհարկե կարող եք գրանցել ինտելեկտուալ ձեր կարողությունները զարգացնելու, տեղեկատվական հարթակում այդպես ակտիվ լինելու եւ նաեւ նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու արդյունքում։ Սիրելի այցեղջյուրներ, ձեր առողջության տանն է, առողջությունը շատ կարևոր է, մանավանդ այցեղջյուրների թույլ կողմը նրանց ոսկորներն են։ Տվյալ դեպքում երկվորյակի կենդանակերպը ձեր 6-րդ տունն է։ Տեսեք, երկվորյակը դա ձեռքերն է, դա լեզուն է, դա մտածողությունն է, խոսքն է, պետք է ձեր աշխատակիցներին կարողանաք կրթել, դուք ինքներդ հնարավոր է, որ ձեր աշխատավայրում կարողանաք այդ աշխատանքները տանել։ Փորձեք ընկեր լինել ձեր աշխատակիցների հետ, որպեսզի կարողանա շահի ձեր գործը, որովհետև մանավանդ նրանք, ովքեր ինտելեկտուալ աշխատանքով են զբաղվում, նորագույն տեխնոլոգիաներով կարող եք հագեցնել ձեր աշխատանքային այդ ոլորտը եւ նորագույն տեխնոլոգիաներով զինված այդ աշխատակիցները, դուք ինքներդ պետք է փոխվեք, սիրելի այցեղջյուրներ, գիտեմ մի քիչ ավելի այսպես զուսպ եք, երբեմն շատ խիստ սահմաններ եք սիրում պահել, իսկ Ուրանը այդ սահմանները քանդելու է, կատակներ արեք ձեր աշխատակիցների հետ, փոխեք ձեր կյանքը, նաև շատ հնարավոր է, որ սիրելի այցեղջյուրներ, ասեցի չէ, մեջքն ու ոսկորներն են ձեզ համար, արտաքին տեսքի շտկումներ կատարեք եւ ձեր արտաքին տեսքը ուղղակի փոխվի ու դուք դրանից շահեք։ Նոր հաջողություններ է սպասում ձեզ աշխատանքում, առողջության եւ առօրյա կենցաղում։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ եմ, որ դիտում եք Արիքը, համբերատարեք, նորանոր ահռելի փոփոխություններ են սպասում ինձ եւ ձեզ հենց այս հարթակում։ Դե մի մոռացեք նաեւ սեղմեք զանգակի վրա, որ հենց այս հաղորդումը եւ սրանից հետո միշտ ներբեռնվի ձեզ մոտ եւ դուք լինեք տեղեկացված։ Լավ եղեք։